դուք եղել եք, չէ՞։ Երանիների լեռը տեսել եք։ Ուրեմն լեռ որպես այդպեսին ինքը լեռ չի, փոքր բլուր է, հա, որի վրա նաև եկեղեցի կա, կան նաև այն ծառերը, որոնք որ երանիներն ասելու ժամանակ կային, այսինքն 2000 տարեկան ծառեր։ Հիմա Քրիստոս երբ որ պիտի խոսեր մարդկանց հետ, ժողովրդին մեծ մասամբ առանձնացնում էր։ Ընդհանուր ժողովրդից առանձնանում էին, այսինքն աշխարհից, բնակելի վայրից առանձնանում էին ծովեզերքին, լեռան գագաթին, անապատի մեջ, ինչու, որպեսի, հիմա գրադարանի մեջ, ինչու էր այդպես անում, որովհետև աշխարհի աղմուկից էր ուզում հեռու տաներ, աշխարհի ցանկություններից ու հոգսերից էր ուզում հեռու տանել, որպեսի մարդիկ, ինչպես մենք հիմա ասում ենք, երբ եկեղեցու հայրերն են ասում, երբ որ մտնում եք եկեղեցի, այնպես թող լինի ձեզ համար, կարծես թե մենակ եք, մարդ չկա այնտեղ ձեզ համար, որպեսի աղոթական վիճակը չխաթարվի, որևէ բան չխանգարի, ձեզ չշեղի։ Նույն կերպ Քրիստոս հանում էր լեռը, տանում էր ծովեզերք, ինքը նավակի մեջ էր նստում, ժողովուրդը ափին էին կանգնում։ Եվ այդպես բազմաթիվ օրինակներ կան, հացի բազմացումը 2 անգամ։ Հիմա այստեղ լեռան քարոզը։ Ժողովուրդը այդ բլուրի վրա նստած էին, եւ Քրիստոս սկսեց երանիների մասին խոսել։ Առաջին երանին Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Այսօր մեր հասարակության մեջ որոշակի մարդկանց մեջ կա հետևյալ ձևակերպումը հոգու հետ կապված։ Երանի հոգով հարուստներին։ Բայց հոգով հարուստ եւ հոգով աղքատ տարբերությունը պիտի հստակեցնենք մեզ համար։ Քրիստոս ինչ էր ուզում ասել հոգով աղքատ եւ մենք հոգով հարուստ ասելով ինչ պիտի հասկանանք։ Հոգով աղքատ երբ որ ասում է Քրիստոս մեղքերից աղքատ լինելու մասին է խոսում։ Այսինքն նրանք ովքեր որ մեղքերից աղքատ են հոգով, նրանք երկնքի արքայությունը պիտի ժառանգեն։ Բայց այսօրվա մարդկանց ձևակերպումը Երանի հոգով հարուստներին այդքան էլ մեղքերից աղքատ լինելու հետ չի համապատասխանում։ Որովհետև այսօրվա ընկալումները մարդկանց մեջ հոգով հարուստի ավելի շատ աշխարհիկ կյանքի մեջ ցոփ ու շվայտ, հաճույքներով, հրապույրներով, նյութական աշխարհի մեջ եղած հարստությամբ, ունեցվածքով պայմանավորված է։ Բայց երբ որ մենք զուգահեռ տանենք հոգով հարուստը հոգով աղքատին, պիտի արդեն հետևյալ զուգահեռը տանենք։ Եթե մեղքերից աղքատ է, բարի գործերով հարուստ պիտի լինի։ Հոգով հարուստ ասելով սա պիտի ընկալենք արդեն, որ այնքան պտղաբեր է իր քրիստոնեական կյանքի մեջ, որ մեղքերից աղքատ է եւ պտղաբերությամբ հարուստ, որի արդյունքում պիտի երկնքի արքայությունը ժառանգի։ Ուրեմն յուրաքանչյուր անգամ, երբ որ մենք պիտի մտածենք երկնքի արքայությունը ժառանգելու մասին, պիտի նաեւ զուգահեռ տանենք այս երանին, թե ինչ պիտի անենք, որպեսզի երկնքի արքայությունը ժառանգենք։ Պիտի զղջանք, ապաշխարենք, մեր մեղքերից մաքրվելու ճանապարհի վրա հաստատուն քայլեր պիտի ունենանք։ Իսկ մեղքերից մաքրվելու համար պարզապես չպիտի ասենք ես զղջում եմ ու անցնենք առաջ։ Հատկապես կանայք շատ լավ կարողանան դա պատկերացնել, երբ որ մտնում եք որևէ սենյակ տուն մաքրելու, չեք ասում մաքրվիր եւ գնում եք։ Մաքրում եք ավելով, փոշեկուլով, չգիտեմ, շորով, տարբեր կերպերով մաքրում եք, մինչև որ լինի ձեր ուզած մաքրությունը։ Նույն կերպ պիտի լինի մեղքերից մաքրվելու գործընթացը, այսինքն գիտենք, որ այս մեղքը գործել ենք, սուտ ենք խոսել։ Այդ սուտ խոսելու դեմ պիտի սկսենք աշխատել։ Հստակ պիտի մեր մտքում, մեր հոգում, մեր սրտում ունենանք, որ ես չպիտի սուտ խոսեմ։ Եվ ամեն անգամ սուտ խոսելուց պիտի մեզ բռնացնենք դրա վրա, որ սուտ խոսեցի, ու պիտի աշխատենք, որ չանենք։ Եվ այսպես ամեն մեղքի հետ կապված, ինչը որ գործում ենք։ Եվ պիտի ուշադիր ապրենք, որպեսզի մեղքերի մեջ չընկնենք, ինչպես Տերն է ասում, զգույշ եղեք ձեր անձերի համար։ Գուցե այս աշխարհի հոգսերով տարվեք, հարբեցողությամբ, շվայտությամբ եւ այլն, հա։ Այսինքն պիտի կարողանանք մենք զգույշ ապրել, որպեսզի մեղք չգործենք։ Գործելուց էլ աշխատանք տանենք այդ մեղքից մաքրվելու համար։ Եվ այդ դեպքում կլինենք հոգով աղքատ եւ հոգով հարուստ պատղաբերության իմաստով եւ երկնքի արքայության ժառանգությունը ունենանք։ Երանի սքավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն։ Տեսեք, հաճախ մարդիկ այս հատվածը վերադրում են մարդկային կորուստ ունեցողին եւ ասում, որ ինչու պիտի սքավոր դառնանք, որ հետո էլ մխիթարվենք։ Երանի սքավորներին, որովհետեւ հետո պիտի մխիթարվենք։ Այդ թող չմահանա, կորուստ չունենանք, հետո էլ երանի չլինի, որ մխիթարվենք։ Բայց նորից այս հատվածը վերաբերում է մեղքերին, որովհետեւ
սքացողը մեղքերի համար իբրև մխիթարություն պիտի գտնի հավիտենական կյանքի ժառանգությունը։ Լսած կլինեք հավանաբար Դամոկլյան սուր արտահայտությունը, որ թագավորը մշտապես տխուր էր, եղբայրը հարցնում է տխրության պատճառը եւ պատրաստել է տալիս մի տախտակամած անդունդի վրա խարխուր տախտակամած եւ վերևից էլ կախել է տալիս իր թուրը տախտակամածի վրա դնում է իր գահը եւ եղբորն ասում գնա նստիր։ Երբ որ նստում է եւ ետ վերադառնում, ասում է ինչ զգացիր։ Դե ասում է ամեն վարքյան մտածում էի, որ պիտի թուրը փոխվի ընկնի գլխիս եւ կամ պիտի տախտակամածը քանդվի եւ ընկնեմ անդունդը։ Նույն զգացումը ասում է ինձ մոտ է իմ մեղքերի պատճառով, որովհետեւ մշտապես այդ գիտակցումը, որ մեղք ունեմ, մտածում եմ, որ պիտի Աստծո պատիժը ինձ վրա հասնի եւ ես պիտի դժոխք գնամ։ Այսինքն, բայց սրան զուգահեռ մենք պիտի նաեւ ուշադիր լինենք, որ ասում է, երբ որ օրինակ ծոմ պահելու կլինես, տխմերես մի եղիր, չէ՞։ Լվա երեսդ, ոտիր գլուխդ եւ այդպես երևա մարդկանց։ Այսինքն, չպիտի մենք ծայրահեղությունների ճիշտ ապրել, որ ոչ գայթակղվենք, ոչ գայթակրենք, հա, ոչ էլ անտարբեր լինենք մեղքերի նկատմամբ։ Հիմա դրա համար է ասում Երանի սխալողներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն, այսինքն մեղքերից մաքրվելով պիտի երկնքի արքայության ժառանգություն ունենան, որպես մխիթարություն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Ճգնավորների կյանքից մի բան հիշեցի, ասում եմ, մեկը գալիս է աշակերտելու մի ճգնավորի, իբրև պարտականություն, տալիս է մի պտղատու ծառի, բայց չոր ճյուղ, տնկիր ասում է այս ճյուղը, եւ ամեն օր ջրի։ Չոր ճյուղ է, անիմաստ բան է, չէ՞, անիմաստ գործ է թվում սա։ Ամեն օր կջրես ասում է սա։ Եվ այս աշակերտը հնազանդվելով ամեն օր ջրում է։ Եվ ջուրը այնքան հեռու է, որ ասում է, օրվա մեջ մեկ անգամ մինչև գնա ջուրը վերցնի գա, օրը կվերջանա։ Այդքան հեռու է։ Բայց նա ամեն օր այդ ծառը ջրում է։ 2 տարի հետո այս ծառը պտուղ է տալիս։ Եվ այս ճգնավորը խաղում է պտուղը, տանում է վանք իր եղբայրներին եւ ասում արեք ճաշակեք հնազանդության պտուղը։ Ուրեմն երբ որ մենք հեզ ենք, հնազանդ ենք, խոնար ենք Աստծո կամքի, Աստծո խոսքի մեջ, անպայման պիտի պտուղը ճաշակենք։ Այստեղ ասում է երկիրը պիտի ժառանգենք։ Հիմա Քրիստոս ինչ ասաց, ինձանից սովորեք, որ սրտով հեզ եմ եւ հոգով խոնար։ Այդ հեզությունն ու խոնարհությունը նախ տեսնենք նրա մարդու հանդեպ ունեցած սիրո մեջ։ Այնքան սիրեց մարդուն, աշխարհը, որ եկավ, մարմնացավ, մարդ դարձավ, մարդկային տկար մարմնի մեջ մտավ, հնազանդվելով հոր կամքին։ Այսինքն հեզություն կար իր մեջ, եւ այդ հեզությունը մարմնացավ մարդկանց մեջ, որպեսզի օրինակ դառնա եւ մարդիկ էլ իրենից սովորելով փրկության ճանապարհ կարողանան ունենալ։ Եվ ժառանգեց երկիրը։ Ինչ իմաստով ժառանգեց երկիրը։ Ավետարանների մեջ ասում է, չէ՞, հայր, խնդրում եմ համբարձվելուց առաջ, խաչվելուց առաջ։ Հայր, խնդրում եմ ասում է, որ պահպանես բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհի մեջ։ Ոչ թե խնդրում եմ, որ վերցնես նրանց այս աշխարհից, այլ խնդրում եմ, որ պահպանես նրանց։ Ես քեզ մոտ եմ գալիս։ Պահպանիր նրանց, որպեսզի բոլորը իմանան, որ նրանք իմն են, իմ միջոցով քոնն են եւ մենք բոլորս մի ենք։ Այսինքն իր հեզությունը, իր խոնարհությունը, իր հնազանդությունը բերեց ժառանգության։ Երկրի վրա եղած ամեն ինչի ժառանգության բերեց։ Հա? Դրա համար ուրեմն Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Ուրեմն պիտի կարողանանք մենք մեր Տիրոջից սովորել այդ հեզությունը, խոնարհությունը, եւ մեր սրտերը չպիտի անպարտավան լինեն, հանդուգն լինեն, եսասեր լինեն, այլ պիտի կարողանանք հեզության ու խոնարհության մեջ հաստատուն պահել մեզ, որ Տիրոջ ողորմությանը արժանանան եւ երկիրը ժառանգենք։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Ճիշտ այս օրերի համար է ասված։ Արդարության քաղցն ու ծարավը ունեցողները ովքեր են։ Իրական քրիստոնյաներն են, ովքեր որ փնտրում են այդ քաղցն ու ծարավը, բայց այդ քաղցը ծարավը փնտրելու ճանապարհին երբևէ հավատքից չեն հեռանում։ Երբևէ չեն ըմբոստանում, երբևէ չեն հայհոյում, չեն բամբասում, չեն չարախոսում։ Արդարությունը փնտրում են եւ այդ արդարության ճանապարհին են հավատքի մեջ ամուր ու անսասան են մնում։
Դժվար բան է սա։ Այսօր շատերը, տեսեք, միտեղ մեր Տերն ասում է Երանի նրան, ով մինչև վերջ կհամբերի, կամ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի, չէ՞։ Հիմա այդ համբերությունը ինչ է, անտարբերություն է։ Թե այս քաղցն ու ծարավը ունենալու արդյունքն է, որ պիտի հագենա։ Զսպվածություն։ Նայ, զսպվածությամբ արդարության քաղցն ու ծարավը ունենալով, հա, համբերատար սпасելն է։ Հիմա երբ որ խոսում է աշխարհի վաղճանի մասին Տերը, նշանները երբ որ թվարկում է թե ինչեր պիտի լինեն, ասում է այդ ամենի մեջ ձեր հոգիները թող չխռովվեն։ Չէ՞։ Այսինքն պիտի կարողանանք նաև անխռով լինել։ Իրականում երբ որ մենք խռովվենք, լավ, ներքուս խռովվեցինք, մեզ այս պատին այն պատին խփեցինք մտքերով, հա, ինչ է փոխվելու։ Ոչ մի բան։ Բայց երբ որ աղոթենք, այդ աղոթքը մեզ ինչ որ ձևով եւ խաղաղություն կտա եւ Աստծո պաշտպանությունը կբերի մեզ։ Այսինքն կկարողանանք մենք արդարության քաղցն ու ծարավը ունենալով հանդերձ մեր ներսում խաղաղություն ունենալ եւ այդ խաղաղության միջոցով էլ պաշտպանված լինել։ Բայց երբ որ խաղաղություն չունեցանք, պաշտպանությունից էլ կզրկվենք, որովհետեւ Տերն ասում է ում գործերը որ գործում եք, նրան էլ պատկանում եք։ Աստծո գործն եք անում, Աստծուն եք պատկանում։ Չարի գործն եք անում, չարին եք պատկանում։ Այսինքն եթե մեր մեջ խաղաղությունը խաթարվեց, այդ խաղաղության խաթարված կարգավիճակում մենք ճիշտ մոտեցում չենք ունենա արդարության նկատմամբ։ Հիմա աղոթելու մասին երբ որ խոսում է մեր Տերը, ասում է մի փնտրեք ինչ պիտի ուտեք, ինչ պիտի հագնեք, ինչ պիտի խմեք, որովհետև այդ ամենը փնտրում են հեթանոսները։ Դուք նախ եւ առաջ հետամուտ եղեք Աստծո արքայությանը եւ արդարությանը։ Մնացած ամեն բան Աստված ձեզ ավելիով կտա։ Բայց այսօր վստահ չեմ, որ մարդիկ իրենց աղոթքի մեջ արքայություն են խնդրում կամ արդարություն են խնդրում։ Աստծո արդարություն։ Մարդկային արդարություն միգուցե խնդրում են, ասենք ինչ որ մեկից հալածանք ունեն, խնդիր ունեն մեկի նկատմամբ, իրենց արդարությունը վերականգնելու համար միգուցե խնդրեն Աստծուն։ Բայց ընդհանրապես երկրի վրա Աստծո արդարությունը հաստատվելու համար աղոթք անում ենք, թե չենք անում։ Մեծ մասամբ չենք անում։ Որովհետև ինչու չենք անում։ Որովհետև մենք ինքներս հենց այդ արդարության կրողը չենք։ Երբ որ եկավ այդ արդարությունը, մենք էլ պիտի պատժվենք դրանից։ Դրա համար, եթե չեմ սխալվում, սա պատրիարքն էր ասում, ինչու մարդիկ Աստվածաշունչ չեն կարդում։ Որովհետև երբ որ բացում են Աստվածաշունչը, այդտեղից լույս է ճառագում։ Այսինքն մեր մեղքերն է ցույց տալիս։ Եվ մենք չենք ուզում այդ մեղքերը տեսնել։ Դրա համար էլ չենք ընթերցում։ Հիմա նույն կերպ արդարություն խնդրելու հետ կապված, երբ որ խնդրենք արդարությունը եւ հաստատվի, առաջինը մենք պիտի պատժվենք, որովհետև արդար չենք։ Դրա համար պիտի ապրենք արդարությամբ, հա, դրա քաղցն ու ծարավը ունենալով, կարիքը ունենալով եւ դրան համապատասխան գործեր, պատողներ տալով, որպեսզի Աստված էլ մեզ հատուցի արդարությունը լինելու պարագային, մեր արդարությունը հաստատվի, հա, եթե ինչ որ մեկի հետ էլ խնդիր ունենք։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք պիտի հագենան, ողորմություն պիտի գտնեն։ Պողոս Արաքյալն էլ ունի այս մասին, ասում է, ողորմությունը բարձրագլուխ պիտի բարձրանա դատաստանի առաջ։ Ով ողորմած է եղել այս երկրի վրա, ողորմություն պիտի գտնի երկնքում։ Ով ողորմած չի եղել երկրի վրա, ողորմություն չպիտի գտնի երկնքում։ Հիմա տեսեք, Եբրեմ ասորին նաև ինչ է ասում։ Երբ որ ասում եմ ողորմություն տալու պիտի լինես, մի խնայիր, առատորեն դուր։ Ինչու՞։ Երբ որ ասում է գնում ես սերմնացանը գնում է դաշտ սերմ ցանելու, սերմը չի խնայում, առատ ցանում է, որովհետև գիտի առատ ցանելու պարագային պիտի առատ հնձի, առատ պտուղ պիտի ունենա։ Եթե խնայի, պտուղն էլ պիտի քիչ լինի։ Հիմա նույն կերպ ասում է, երբ որ աղքատին պիտի ողորմություն տաս, մի խնայիր, այլ սերմի պես առատ ցանիր, որովհետև դատաստանի ժամանակ առատ պիտի հնձես։ Ու ինչպես ասում է, դաշտը չի գալիս սերմնացանի մոտ, որպեսի ցանի, այլ սերմնացանն է գնում դաշտ։ Նույն կերպ աղքատը չպիտի գա քո տուն, այլ դու պիտի գնաս իրեն։ Բայց եթե ինքը եկել է, քեզ ազատել է ճանապարհ անցնելուց, կրկնակին պիտի տաս, որովհետև դու չես անցել այդ ճանապարհը։ Բայց մենք այսօր ինչ ենք անում շատ հաճախ, եկողին էլ ենք վտարում, փողոցում նստածին էլ ենք վտարում, մեր կողքին ապրողին էլ արհամարում ենք, ուշադրություն չենք դարձնում։ Հետևյալ խոսքը կա, ասում է, շատ հեշտ է խոսել աղքատների մասին, իսկ աղքատների հետ դժվար է շատ։ Ինչու է դժվար, որովհետև երբ սկսես խոսել աղքատի հետ, պիտի իմանաս իր խնդիրների մասին եւ պիտի սկսես մտածել օգնել թե չօգնել։ Բայց բոլորս կարող ենք խոսել տարբեր տեղեր աղքատներից հեռու, բայց աղքատների մասին, հա, որ
պետությունը չի անում, սա չի անում, սա չի անում, սա չի անում, բայց մեր Տերն ասաց, եթե երկու բաճկոն ունես, մեկը դուր նրան, ով չունի։ Այսինքն մենք այսօր նույնիսկ Տիրոջ խոսքով չենք ապրում։ Մենք երկուսը չունենք, 12 ունենք, 22 ունենք, հա? Նույնիսկ այնքան ունենք, որ տարվա մեջ միգուցե հերթ չի հասնում, որ դա հագնենք, բայց միևնույնն է չենք տալիս։ Կամ տալուց են այն հինը, մաշվածը, չօգտագործվողը, հա, դա ենք տալիս, բայց իրականում պիտի տանք ամենալավը։ Նորը պիտի գնանք, առնենք, տանենք, տանք, հա, որ լինի իրական։ Հետևյալ բանն էլ կա, անցյալ օրը երեցկույնն էր պատմում, մի գործնական հանդիպում են ունեցել, ասորի հրյա, սենց ինչ-որ իրենց դպրոցը ասորական ուղղվածություն ունի, երեցկնոջ։ Եկել են որպես բարերարներ, հետո գնացել են մի տեղ ճաշելու, մի երկուսը չեն կարողացել գնալ։ Մինչև ուտել սկսելը, ամեն ինչից դրել են առանձին այդ չեկողների համար, հետո իրենք սկսել են ուտել։ Բայց մենք ինչ ենք անում, ուտում ենք վերջացնում ենք, այն ինչ որ մնաց տանում ենք ով չերեք։ Այսինքն մենք ավելցուկն ենք տանում։ Իսկ իրենք տարան իրենց հավասար մի բան էլ ավել, դեռ չկերած տարան։ Հիմա նույնը մենք պիտի անենք։ Ողորմությունը որպես տեսակ ինքը ունի մատաղը, չէ՞։ Ինչ ենք անում մենք, 3 կամ 7 ընտանիքի փոքր կտորներով բաժանում ենք, մնացածը մենք ենք ուտում։ Բայց այն ինչ որ բաժանել ենք, դա է մատաղը, մեր կերածը չի։ Որովհետև ողորմությունը որպես այդպեսի մեր տվածն է, ոչ թե մեր կերածը։ Ուրեմն պիտի ստեղ էլ ուշադրություն դարձնենք, թե ինչպես պիտի անենք մատաղը, որ ընդունելի լինի Աստծո համար։ Ուրեմն ով ողորմություն Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Ուղղակի իմաստով պետք չի հասկանալ Աստծուն տեսնելը, որ մարմնով պիտի Աստված գա եւ մենք իրեն տեսնենք։ Չնայած որ մեկ անգամ արդեն իսկ եկել է Քրիստոսի միջոցով, չէ՞։ Եկավ եւ մենք տեսանք եւ Քրիստոս էլ ասաց, ով ինձ տեսավ, տեսավ Հորը, ես եւ իմ Հայրը մի ենք, հա։ Եվ հայրերի մեջ էլ ասում ենք թող քո կամքը լինի։ Այսինքն հայր ենք նաեւ դիմում Աստծուն, չէ՞։ Հրեշտակները իրավունք չունեն հայր դիմել, բայց մենք հայր ենք դիմում։ Բայց արդյոք հայր դիմելով համապատասխանում ենք այդ կոչմանը, որին արժանացել ենք որպես որդի։ Դե անառակ որդու պես ենք հայր ասում։ Հիմա սրտով մաքուրները ինչ է նշանակում սրտով մաքուր, որ կեղծ չենք, պիղծ չենք, անառակ չենք եւ կարողանում ենք ճշմարիտը կեղծից տարբերել ու այդ ճշմարտությամբ ենք մարդկանց հետ վերաբերվում։ Այս սրտով մաքուրները Աստծուն պիտի տեսնեն։ Այսինքն Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ։ Հիմա երբ որ մենք մարդուն նայում ենք, այդ մարդու մեջ Աստծո պատկեր ու նմանություն ենք տեսնում, թե տեսնում ենք շատ հաճախ թշնամի, ող, քեն, չարություն, հա, այսինքն մենք այդ ամենը որ տեսնում ենք, մարդու նկատմամբ մենք տեսնում, թե տեսնում ենք Աստծո նկատմամբ։ Որովհետև Աստծո պատկերն ու նմանությունը ունի մարդը։ Երբ որ ես մեկին հայհոյեմ, ում եմ հայհոյում, մարդուն, թե Աստծուն։ Աստծուն եմ հայհոյում, Աստծո պատկերն եմ հայհոյում, Աստծո նմանությունն եմ հայհոյում։ Այսինքն Աստծուն տեսնելու հետ կապված Երանի սրտով մաքուրների, որովհետև նրանք Աստծուն տեսնեն։ Այսինքն, եթե իմ սիրտը մաքուր է, ես բոլորիդ մեջ Աստված եմ տեսնելու, Աստծուն եմ տեսնելու, Աստծո ներկայությունն եմ տեսնելու, Աստծո սերն ու ողորմությունն եմ տեսնելու, Աստծո օրհնությունն եմ տեսնելու։ Բայց երբ որ իմ սիրտը մաքուր չէ, ես ամեն մեկի նկատմամբ, հա, տարբեր վերաբերմունք եմ դրսևորում եւ բնականաբար Աստծուն չեմ տեսնելու։ Տեսնելու եմ արդեն որպես մարդ եւ այդ մարդու մեջ իր գործերն եմ միայն տեսնել, լավ կամ վատ, բայց հիմնականում վատ։ Եվ դրա արդյունքում էլ հեռանալու եմ Աստծո ներկայությունից։ Ուրեմն պիտի կարողանանք մենք մկրտության ժամանակ ինչ ենք անում, սիրտը օծում ենք, չէ՞, որպեսզի սուրբ սիրտ ունենա մարդը։ Բայց այդ սիրտը արդյոք սուրբ է մնում։ Արդյոք կարողանում է այնտեղ բարի խորհուրդներ պահել մշտապես, որովհետև հաճախ մարդիկ կան, որ հայհոյում են, բամբասում են, չարախոսում են, կողքից մեկն ասում է, սրտին բան չկա, բերանն է։ Չկա այդպիսի բան։ Մեր Տերն ասում է, որ բերանը խոսում է սրտի լիությունից։ Սիրտդ բարի է, բերանդ էլ բարի է, սիրտդ չար է, բերանդ էլ չար է։ Պիտի կարողանանք մենք բարի դարձնել մեր մեջ, մեր սիրտը, մեր ընթացքը, ինչպես որ ծառի մասին է ասում։ Ծառը պտղից է ճանաչվում։ Եթե ծառը չար է, պտուղն էլ չար է։
Ուրեմն պիտի կարողանանք մենք բարի դարձնել մեզ, չնայած որ Աստված ի սկզբանե մեզ բարի ստեղծեց, բայց չարը եկավ մեզ խաբեց, մոլորեցրեց, շեղեց բարությունից, ճշմարտությունից եւ մեզ չարիքի մեջ հաստատեց ավելի շատ։ Ու դրա արդյունքում մենք հեռացանք ճշմարտությունից, հեռացանք իրական սիրուց, իրական աշխարհից, ինչ որ Աստված էր ստեղծել եւ սկսեցինք սիրել այն աշխարհը, որը մեղքով է լինի։ Այս դրա մասին էլ Տերն ասում է, չէ՞, մի սիրեք այն աշխարհը եւ այն ամենը, ինչ որ կա դրա մեջ։ Հա, այսինքն այն աշխարհի մասին է խոսում Տերը, որը որ չարով ու մեղքով լեցվեց։ Չարիքի ազդեցության տակ ընկավ։ Բայց իր ստեղծած աշխարհը ամեն օրվա համար ասաց, որ եւ տեսավ, որ լավ է ու բարի։ Աստված բարի ու լավ ստեղծեց ամեն ինչ, բայց մարդը իր ազատ կամքի մեջ չկարողացավ ճիշտ կողմնորոշվել, ճիշտ ընտրել եւ չարիքը բերեց մարդը, մտցրեց աշխարհ ու դարձավ այդ չարիքի ծառա, ստրուկը դարձավ։ Ուրեմն Աստծուն տեսնելու համար նախ միմյանց մեջ պիտի դա ընտրենք, որովհետեւ մենք ուրիշներ էլ չէ, ասում եմ երկնքի արքայությունը ուրիշներ մի ընտրեք, այն ձեր մեջ է։ Այսինքն եթե մենք երկրի վրա ապրած ընթացքում իրար չենք սիրում, իրար չենք ներում, իրար չենք հանդուրժում, իրար նկատմամբ ողորմած չենք, արդար չենք, ճշմարիտ չենք, մենք ինչ գործ ունենք երկնքում։ Գնանք երկինք ինչ անենք, հավիտենական կյանքի մեջ, երկնքի արքայության մեջ գնանք ինչ անենք, չպիտի գնանք։ Երբ որ մեղադրում են Ադամին ու Եվային եւ ասում չպիտի անեին այդ մեղքը, մենք էլ ենք նույն բանն անում ամեն օր գրեթե։ Ամեն օր նույն մեղքի մեջ ենք մենք հայտնվում։ Այդպես մի հետաքրքիր առակ կա, ասում եմ, ծառան իր տիրոջ հետ վիճում է այս հարցով, որ չպիտի ուտեին պտուղը։ Աստված ասել էր չուտեք, չպիտի ուտեին։ Կարող էին չուտել, կերան։ Տերը տեսնում է, որ անիմաստ է ծառայի հետ վիճելը, լավ ասում է, քո ասածն է։ Անցնում է որոշակի ժամանակ, բերում է մի փոքրիկ սափոր, իմ կտորով ծածկած, տալիս է ծառային, ասում է կտանես քո սենյակ։ Կպահես այնքան, մինչև որ կուզեն, բայց չբացես։ Լավ ասում։ Տանում դնում է, անցնում է իր գործին առօրյա։ Գործերը վերջացնում է, երեկոյան գնում է սենյակ, հիշում է սափորի մասին եւ իր մեջ կռիվ է սկսվում։ Բացել, չբացել, բացել, չբացել։ Ախր խոստացել եմ, որ չեմ բացի, բայց ինչ կլինի որ բացեն, ով կիմանա բացեցի թե չբացեցի, եւ այս կռվի ու պատերազմի մեջ, հակամարտության մեջ չարը հաղթում է եւ բացում է։ Սափորի միջից մի թռչուն է փախնում։ Ելոց պիտի հետ բերի այդ թռչունը։ Հասկանում է այստեղ իր սխալը, գնում տիրոջից ներողություն է խնդրում ու ասում, որ հասկացա քո դասը եւ այլևս չեմ մեղադրի Ադամին ու Եվային, որովհետեւ ես էլ նույնն արեցի այսօր։ Հիմա սա մի հատ փոքրիկ օրինակ է, որ անվնաս օրինակ է, որպես այդպեսի, բայց երբ որ մենք այդ անվնաս օրինակները իրար հետևից շարում ենք այսպես, մի օր վնասը տեսնում ենք։ Դրա համար պիտի կարողանանք նախ ոչ թե դիմացինին մեղադրել, այլ մեր մեջ մեղքը փնտրել։ Ինչպես Տերն է ասում, նախ քո աչքի գերանը տես եւ հանիր, հետո դիմացինի աչքի շուռը կարողանաս հանել։ Բայց այսօր մենք մեծ մասամբ ավելի շատ մտածում ենք դիմացինի աչքի շուռի մասին։ Մեզ համեմատության մեջ ենք դնում մարդկանց հետ, երբ որ սկսում ենք խոսել մեղքից, ասում ենք, դες նրա մեղքերը հələ։ Մերը տեսնելու փոխարեն ուրիշինն ենք փորձում տեսնել։ Երբ որ մերը փորձենք տեսնել, ուրիշինը տեսնելու ժամանակ անգամ չենք ունենա։ Ուրիշի կյանքով ապրելու ժամանակ չենք ունենա։ Ուզենք մարդկանց օգնել, բայց ժամանակ չենք ունենա, որովհետև այնքան մեղք ենք գործել, այնքան խնդիր ունենք, որ դրանցից ազատվելու համար մեր կյանքը հերիք չի։ Բայց մենք, քանի որ մեր մեղքերը չենք տեսնում, դրա փոխարեն տեսնում ենք դիմացիների մեղքերը, եւ մեր ժամանակը անսահմանափակ հերիքում է։ Բոլորից խոսելու, բոլորին քննադատելու, մեղադրելու, դատապարտելու, եւ դրա արդյունքում մեր հոգեվոր հասարակությունը չի առողջանում, չի ապակինում, այլ միշտ հիվանդ ու տկար է։ Եվ դրա արդյունքում նաեւ Աստծուն չենք տեսնում։ Այսինքն Աստծո ներկայությունը մեր կյանքից ներս։ Երանի խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Հիմա տեսեք, մենք արդյոք խաղաղարար ենք։ Մենք որպես ազգ խաղաղություն ենք սիրում։ Մենք երբեք չենք հարցակվում, երբեք չենք մարտնչում առաջինը, հա, նախահարցակ չենք լինում այդ իմաստով, պատերազմական իմաստով, բայց հոգևոր իմաստով արդյոք խաղաղարար ենք։ Արդյոք կարողանում ենք չարիքի պատասխան որպես Աստծո խոսքով, սիրով, համերաշխությամբ պատասխանել։ Թե 5 տակարանյան աչքի դեմ աչք, ատամի դեմ ատամ օրենքով է գործում այսօր կյանքը։ Այսօր էլ
մշտապես անհատը անհատի հետ, չգիտեմ, տարբեր իրավիճակների մեջ այս 5 տակարանյան օրենքն է գործում։ Բայց երբ որ մեր Տերն ասում է չարին հակառակ չկանգնել, մենք սա չենք կարողանում ընկալել։ Ոնց կարող է մեկին չարիք գործել, ես իրեն բարիք գործեմ։ Այս Տիրոջ խոսքը սա էր։ Բայց տեսեք, այստեղ նաև մի ուրիշ բան կա։ Երբ որ ասում եմ երեսի տապտակում են մյուսները դարձրու, մարդիկ սա ճիշտ չեն ընկալում։ Հիշում եք, երբ որ Քրիստոսին դատապարտեցին, քահանայապետի ծառան ապտակեց քահանայապետի տանը։ Եվ Քրիստոս մյուս երեսը չտվեց, որ ապտակի։ Այլ ասաց, եթե սխալ եմ արել, սխալից մասին ասա։ Եթե սխալ չեմ արել, ինչու ես ապտակում։ Այսինքն ապտակը պիտի պատճառ ունենա։ Եվ այդ պատճառը, եթե մեղավոր են, ապտակել են, եւ ես այդ ապտակը տանելու պատրաստակամությունը պիտի ունենամ։ Իսկ եթե սխալ չեմ արել ինձ ապտակում, պատասխան պիտի տան դրա համար։ Այնպես չի, որ այստեղ խելը, երբ որ ասում եմ երեսի տապտակում եմ մյուսներ դարձրում, ես ստրկության են տանում։ Ոչ, ճիշտ պիտի ընկալենք եւ ճիշտ պիտի ապրենք։ Ասում եմ խաղաղություն եմ տալիս ձեզ։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Իմ տված խաղաղությունը այս աշխարհի տված խաղաղության նման չէ։ Բայց դրան զուգահեռ մի ուրիշ տեղ ասում է չեմ եկել խաղաղություն հաստատելու, այլ եկել եմ հաստատելու սուր, որ բաժանեմ հորը որդուց, մորը դստերից, հասին սկեսուրից։ Աստծո խոսքը երկսայրի սուր է։ Զգույշ պիտի լինենք շատ։ Հիմա տեսեք, այստեղ որ ասում է եկել եմ հաստատելու սուր, սրանով ցույց է տալիս, որ նրանք ովքեր որ Աստծո խոսքի մեջ հավատարիմ չեն, ովքեր որ Աստծո խոսքը իրենց կյանքով չեն ապրում, կգա մի պահ, որ բաժանություն կլինի նրանց հետ, ովքեր որ ապրում են այդ խոսքը։ Նույնիսկ ընտանիքի անդամների մեջ։ Իսկ մեկ ուրիշ տեղ որ ասում է եկել խաղաղություն եմ տալիս ձեզ, դա արդեն իր խոսքի խաղաղությունն է, ովքեր որ ընկալեցին այդ խաղաղությունը, պահեցին այդ խաղաղությունը, հավիտենական պիտի ունենան դա։ Եվ Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Ինչպես որ Քրիստոս ինքը խաղաղ էր եւ ասաց ինձանից սովորեք, որ սրտով հեզ եմ եւ ոգով խոնարհ, այդ խոնարհության ու հեզության մեջ խաղաղություն կար։ Եվ այդ խաղաղության արդյունքում է բնականաբար եւ Աստծո որդի կոչվեց եւ մեզ էլ դարձրեց Աստծո որդիներ։ Հա։ Ուրեմն պիտի կարողանանք մենք այդ խաղաղությունը, հիմա տեսեք, Պողոսով անցնում ենք վիճաբանությունը։ Պիտի խառնվենք, թե չպիտի խառնվենք։ Պիտի խաղաղեցնենք, թե պիտի անտարբեր թողենք անցնենք։ Այսօր մեծ մասամբ անտարբեր անցնում են, որովհետեւ գլխացավանք է։ Ես օրինակ տարիներ առաջ երևի 13-4 թվերներ, հա, այսինքն 10-12 տարի առաջ։ Հյուսիս հարավը դեպի Արտաշատ այդ ճանապարհը որ կա, նոր սկսել են կառուցել, անընդհատ վթարներ են լինում։ Երևանից տուն են գնում։ Վթար ա եղել, երկու հոգի էլ շատ վատ վիրավոր փողոցում պարկած են։ Իջել եմ զգեստով, խաչ մաշտոցը վերցրել եմ, գնացել եմ որ բժշկության աղոտ քանի։ Ասում շտապողություն են կանչել տերտերն ա եկե։ Չի մեռել է գնա։ Այսինքն այնքան տկար են հոգևոր իմաստով, հա, որ հոգևորականի ներկայությունը իրենց համար միայն թաղման համար է։ Հիմա ասում եմ լավ, անցանք դա։ Շտապողությունը ուշանում է ասում եմ, դնենք իմ մեքենան, տանենք հիվանդանոց։ Հավես ունես ասում, գլխացավանքի մեջ կգնես։ Ասում եմ, բերնում եմ մարդ, ի՞նչ գլխացավան։ Տեսակ դա ոչ չունես։ Անցավ երկու րոպե, եկավ շտապողությունը, ես գնացի։ Հետո չիմացա ինչ եղավ իհարկե, բայց մարդկային մտածելակերպն է այսօր, որ գործ չունես։ Իրավական դաշտի մեջ երբ որ նայում ես, ճիշտ է լինի։ Բայց մարդկային իմաստով, երբ որ դու անտարբեր թողնես անցնես, սխալ ես։ Որովհետև բարի սահմանացուառակը պիտի հիշեն, չէ՞։ Երբ որ հարցակվեցին, ծեծեցին, խալանեցին, կիսամերթ թողեցին, գնացին։ Հիմա եթե ես անցնեի ու ոչ մի բանի տեղ չդնեի, կնմանվեի այդ ղևտացուն, կնմանվեի քահանային, հա, որ եկան անցան ու ոչինչ չարեցին։ Բայց երբ որ կանգնում ես եւ փորձում ես ինչ-որ ձև օգտակար լինել, դառնում ես այդ սամարացին։ Բայց դրա արդյունքում էլ սկսում են պարսավել քեզ, «Ա, ինչ գործ ունես»։ Բայց միևնույնն է, մենք չպիտի փոխենք մեր էությունը, մեր բնույթը։ Այդ առակը հավանաբար լսած կլինեք, որ քահանան
կրակի միջից օծին հանում է ձեռքով, օծը կծում է։ Նետում է նորից ընկնում է կրակի մեջ, այս անգամ փայտով է հանում։ Կողքից մեկը տեսնում, ասում է՝ «Տեր այս նոր կծեց քեզ, ինչ ես նորից հանում»։ Ասում է՝ իր էությունը, իր բնույթը կծելն է, իսկ իմը բարիք գործելն է։ Իր էության պատճառով ես իմը չպիտի փոխեմ։ Այսինքն պիտի կարողանանք մենք որպես Աստծո պատկեր ու նմանություն մեր խաղաղությունը չկորցնել, մարդասիրությունը չկորցնել, ողորմածությունը չկորցնել, ապրել իբրև ճշմարիտ քրիստոնյաներ։ Եվ դրա արդյունքում պիտի կոչվենք Աստծո որդիներ։ Այսինքն պիտի անենք այն, ինչ որ անում է մեր Տերը իր երկրային կյանքի ընթացքում։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արդարությունը։ Հիմա ոնց որ թե սկսվում են հալածանքներ, բայց արդյոք մենք այդ հալածանքների մեջ կարողանանք հավատքի մեջ ամուր մնալ։ Թե սկսենք չարախոսել, հայհոյել, ընդդիմանալ։ Օրինակ սուրբերը Իգնատիոս Անտիոքացու մասին լսած կլինեք, որպես քրիստոնյա հալածանքներ սկսեցին իր անձի նկատմամբ, ուներ շատ մեծ, շրջապատ, հարուստ, պաշտոնավոր, ովքեր որ ասեցին մենք կկաշառենք այն բոլոր մարդկանց, ովքեր քո հալածանքն են ուզում, եւ քեզ կփրկենք։ Ասաց ոչ։ Ես իմ տիրոջից ինչով եմ ավել։ Ես պիտի անցնեմ այդ ճանապարհը։ Պիտի հալածանքների այդ քաղցր լուծը իմ ուսին ունենամ ես։ Եվ անցավ այդ ճանապարհը։ Հալածանքների արդյունքում նահատակվեց։ Բայց այսօր մենք հալածվել չգիտենք։ Չենք էլ ուզում։ Հիմա յուրաքանչյուր մկրտվող պիտի սա իր մտքում ունենա։ Պատրաստ է հանուն Քրիստոսի հալածվելու, նահատակվելու։ Մկրտվողը ինչ իմանա, եթե 8 օրական է մկրտվում։ 8 օրականով է մկրտվում այսօր։ Օրինակի համար։ Ես իմ 15 տարվա քահանայության մեջ 2 դեպք ա եղել։ 8 օրական։ Եվ ամենաշատը մեր ջրվեժում են բերում դեր այդ շատ։ Հա, շատ քիչ են այդ գիտակցումը ունեցողները։ Մարդիկ մեծ մասամբ սպասում են, որ երեխաները ծնվեն, հետո մկրտեն։ Գալիս հասնում է պսակի տարիք, հետո են մկրտում։ Բանակ պիտի գնա, այդ ժամանակ են մկրտում եւ այլն։ Այսինքն մարդը պիտի ունենա այդ գիտակցումը, որ գալիս է մկրտվելու, գալիս է քրիստոնեության։ Ինչի է պատրաստ հանուն Քրիստոսի։ Պատրաստ է հալածանքի, թե պատրաստ չի։ Հիմա Քրիստոս ասաց, եթե ինձ որ դալար փայտեմ, այսպես են վարվում ինձ հետ։ Ձեզ ինչ պիտի անեն։ Հիմա մենք ասում ենք Երանի, երբ որ ձեզ կհալածեն, որովհետև երկնքի արդարությունը ձեր է։ Բազմաթիվ սուրբեր ունենք, հազարավոր, միլիոնավոր հավանաբար, ովքեր որ այս ընկալումով խոստովանեցին Քրիստոսին, մտան այդ հալածանքի մեջ եւ երկնքի արդարության ժառանգություն ունեցին։ Ուրեմն պիտի մենք այսօր օրինակ աղանդավորներին, երբ որ սկսում ես դատապարտել, այս հատվածը անմիջապես բերում են, ասում Երանի ձեզ երբ որ կհալածվեք։ Իրենք համարվում են հալածվող, իրենց այդպես են համարում։ Բայց երբ որ հայ եկեղեցու հետևորդի նկատմամբ սուտ կլինի, կեղծ կլինի, ինչ որ բան են ասում, անմիջապես հակադարձում ենք, մեկին 10 ավելիով պատասխանում ենք, հայհոյում ենք։ Դե չեն կարծում, դեր։ Այո, որովհետև տեղյակ չեն այստեղ ինչ կա։ Գրագիտություն չունեն։ Ու ցավը գիտեք որն է, որ չեն էլ ուզում։ Առաքյալն ասում է հավատքը լսելուց է։ Այսօր մեր հասարակությունը լսել չգիտի։ Ուրեմն մկրտություն ենք անում։ Այս վերջին շրջանում ես գրեթե բոլորին այդ հարցը տալիս եմ։ Հավատում ես մեռելների հալությանը։ 90%-ը չի հավատում։ Բայց մկրտված է։ Ինչու ես մկրտվել։ Դու հայ եմ ասում։ Է շատ էլ որ հայ ես, բայց որ չես հավատում ինչ ես մկրտվել։ Ինչ կապ ունի ասում մեկը մյուսի։ Քրիստոս հստակ ասում է, ով հավատում է ինձ, թող մկրտվի։ Բայց հոգևորական է։ Կարող է նման չմկրտի։ Իհարկե։ Չի հավատում։ Իհարկե։ Այդ որ սխալված լինեք հանկարծ։ Ով Տերն սխալված։ ասում ինչու չմկրտեցիր։ Դե չէ հավատում։ Մարդը չի հավատում, ասма չեմ հավատում։ Այդ ուզում հասկանում։ Հիմա տեսեք, եկել են մկրտություն եմ անում, ընթացքում խոսում եմ, բացատրում եմ, եկել է վերջում շնորհավորում եմ, արդեն խոսում եմ նաև հարությունից, հավատում եք թե չեք հավատում հարությանը, ասма չեք հավատում։ Ասում ոչ չեք հավատում, բայց ինչի մկրտվեցին։ Չէ, հավատում եք, ասում ոնց։ Չէ լսում ասում ինչ էի ասում։ Լավ ասում եմ, այսքան որ խոսում եմ, բացատրում եմ, չես լսում, բայց ինչ ես եկել։
Նույնը ամեն արարողությանն է վերաբերում։ Պատարագի քարոզ կլինի, հուղարկավորությանը կլինի, պսակին կլինի, պարզ, ընտանիք ենք մտնում, տնօրտեկի ժամանակ խոսում ենք, մարդիկ զբաղված են ինչ-որ, չգիտեմ, լույս վառելով, դուռ փակելով, հեռախոսը պատասխանելով, այսինքն այնքան անտարբերություն կա հոգևորի նկատմամբ, որ իրենց բացարձակ հետաքրքիր չի ինչ է կատարվում։ Եվ եթե մարդը չի լսել, չի լսել, ինչը պիտի ընտրի։ Պիտի լսի համեմատի իր գիտելիքը, իր լսածը, որպեսզի համեմատի ինքը սրան հավատա, թե սա ընտրի, թե սա ընտրի։ Բայց եթե չի լսում, չի կարդում, որևէ ձևով չի ուզում մտնել հոգևոր կյանքի մեջ, բնականաբար մկրտությունը իր համար ձևական մի բան է։ Այո։ Պետք է աղոթել։ Ոչ։ Պողոս Արաքյալն ասում է աղոթք արեք միմյանց համար, հատկապես միմյանց մեղքերի թողության համար։ Արդարի աղոթքը ազդեցիկ է եւ օգտակար։ Աղոթեք, որպեսզի բժշկվեք։ Բժշկությունը միայն մարմնավոր բժշկություն չի։ Բժշկությունը հոգևորն է, անհավատությունն է։ Օրինակ տեսեք, մենք ունենք շաբաթ օրերը բժշկության աղոթք ունենք։ Սուրբ Հակոբի մասունքի մոտ։ Եվ շատ վկայություններ ունենք նաև, թե ինչքան անհավատներ, որոնց անունը հաճախակի ընթերցել եմ այդտեղ աղոթքի ժամանակ, սկսել են գալ եկեղեցի։ Իրենց անունը գրել են որպես անհավատ, որ գա եկեղեցի։ Տկարություն չունի մարմնավոր, հոգևոր տկարություն։ Աստծուն չի հավատում կամ թերահավատական չգիտեմ, բայց սկսել է գալ։ Դա Աստծո շնորհն է։ Քրիստոս ասում է ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե հայրը չկանչի իրեն։ Հիմա հայրը կանչել է, այս մարդը չի կարող չգնա։ Պիտի գնա։ Բայց պետք են մարդիկ, ովքեր որ պիտի դիմեն, որ հայրը կանչի։ Դա մեր աղոթքներն են։ Այսինքն, տեսեք, օրինակ Օգոստինոս երանելու հետ կապված, մայրը իր ամբողջ կյանքում աղոթեց որդու համար։ Որդին ուր ասես մտավ, որ աղանդին ասես հետևեց, որ հռետորին ասես հետևեց։ Փնտրում էր ճշմարտություն, բայց չէր գտնում մեկին, ով կարողանար ներկայացնել այդ ճշմարտությունը ավելի լավ, քան ինքը որպես հռետոր գիտեր ամեն ինչ։ Բայց մոր աղոթքները Աստված լսեց եւ բերեց դեպի Քրիստոս, դեպի հավատ, մկրտվեց, դարձավ քրիստոնյա, հետո եպիսկոպոս դարձավ, սուրբ դարձավ։ Այսինքն յուրաքանչյուրի աղոթքը շատ կարևոր է դիմացինի համար։ Այսօր աղանդներն են հաճախ ասում, որ ասենք հնջեցյալի համար պետք չի աղոթել։ Ինչու՞, եթե ողջ մարդու համար աղոթում ենք, հնջեցյալի համար ինչու՞ չաղոթենք։ Առավել եւս, որ ինքը իր համար այլևս փոխել չի կարող ոչ մի բան։ Մենք կարող ենք փոխել մեր աղոթքը։ Ուրեմն տեսեք, հիշում եք Հայրոսի աղջկա բժշկությունը։ Եկան, տիրոջը ասացին, որ մեռավ։ Էլ հոգնություն մի պատճառ։ Ասեց, գնանք, դու հավատա եւ նա կապրի։ Սա աղոթք չի։ Այսինքն, երբ որ Քրիստոս մտավ աղջկա սենյակ ձեռքից բռնեց, ասաց, վեր կաց աղջիկ, քեզ եմ ասում։ Սա աղոթք է, չէ՞։ Հիմա եթե Քրիստոս իրեն հետ բերեց այս կյանք, մեր աղոթքների միջոցով հավիտենական կյանք չի բարգեւի։ Եթե մենք այս մարդու համար բարիք ենք գործել, ողորմություն ենք արել, կնպաստի սա ողորմության համար, որպես երկնքում դատաստանի ժամանակ։ Ուրեմն, այսպես մի հետաքրքիր առարկել կա, ասում եմ, մի գյուղում սովորություն է լինում, երբ որ մարդը մահամերձ է լինում, աղքատներին ոսկի է բաժանում իր կարողության սահմանում։ Մի հարուստ մեկը գալիս է արդեն մահվան մահճում, ասում է տարեք 30 ոսկի բաժանեք 30 ընտանիքի։ Բաժանում են ոսկին, միտքը կա, որ հեսա պիտի մեռնի գնա, վերջ։ Ասում է որոշակի ժամանակ, իսկ մարդը չի մեռնում։ Ապաքինվում է։ Ոտքի է կանգնում, սկսում է մտածել։ Գնամ հետ հավաքեմ ոսկիներս։ Ապաքինվել եմ։ Ապրում եմ արդեն։ Ես միտքը անընդհատ իրեն տանջում է, մի օր ընկերոջն է խոսում սրա մասին։ Ընկերն ասում, չանես դες բան։ Աստված քեզ դրա համար է հետ բերել ես կյանք։ Քո արած ողորմությունը ընդունել է եւ քեզ կյանք է բարգեւել։ Չէ, ասում եմ, պիտի հետ բերել։ Լավ ասում է, քանի որ միտքդ չես փոխում, արի գնանք եկեղեցի։ Քահանայի մոտ, Սուրբ սեղանի առաջ, ես քեզ 30 ոսկի կտամ։ Դու քահանային կասես, որ իմ բաժանած ոսկիները թող լինի իմ ընկերոջ անունով։ Թող իմ անունից գնա այդ ողորմությունը։ Դու էլ չես պատտվի տուն այդքան հավաքես այդ ոսկին։ Շատ լավ ասում է, ավելի խաղաղ հանգիստ կլինի իմ ոսկին կվերցնեմ կգնամ տուն։ Թող պարունում է։ Գնում է եկեղեցի, քահանայի մոտ, Սուրբ սեղանի առաջ, այս մարդը ոսկին տալիս է, նա էլ ասում է թող լինի իմ ընկերոջ անունով։ Գործարքը կապում են, վերջացնում են, ընկնում մեռնում։
Այնպես որ երբ որ բան ենք խոստանում, երբ որ ինչ որ բան պիտի անենք, երբեք հետ չպիտի կանգնենք դրանից։ Բայց բանը հետ չեն։ Այո, եւ խոստումը միշտ պիտի կատարենք։ Նախ խոստում մի տվեք։ Եթե տվել եք, ուրեմն պիտի կատարեք։ Կամ այդ խոստումը տալուց այնպես տվեք, որ ձեր ուժերից վեր չլինի դա կատարելը։ Հա, կարողանաք դա իրականություն դարձնել։ Եվ ուրեմն վերջինն էլ նման է սրան, Երանի է ձեզ, եւ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք սուտ ասեն։ Ցնծացեք եւ ուրախացեք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է։ Քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ Նույն հալածանքների մասին է արդեն որ խոսեցինք։ Պիտի պատրաստ լինենք այդ ամեն ինչին։ Պիտի կարողանանք հոգեվոր կյանքի մեջ այնքան աճել, այնքան զարգանալ, որ հալածանքը մեզ համար ոչ թե պատիժ թվա, ոչ թե հալածանք թվա, այլ լինի մի իրավիճակ, որ եկեղեցու սուրբերը ինչ էին ասում։ Այստեղի տանջանքները այնտեղի իրանության հետ չեն փոխվի։ Այստեղ մի փոքր կտանջվենք, բայց այդ տանջանքը նրա համեմատ ոչ մի բան է։ Եթե գիտես, որ օրինակ պիտի վիրահատության արդյունքում կյանքդ փրկեն, մինչև վիրահատությունը ցավեր ունես, դժվար է քո համար։ Բայց գնում ես այդ վիրահատության ընթացքին, որովհետև գիտես հետոն լավ է լինելու։ Չէ՞։ Հիմա նույն ձևով այս կյանքի հալածանքները այդ փորձությունների մաս կազմող մի բան են, որոնք մեզ պիտի արժանացնեն երկնքի արքայության։ Օրինակ 40 մանկանց տոն ենք նշում։ Հիշում եք իրենց պատմությունը, թե ինչպես մեկը չդիմացավ, դուրս եկավ մտավ բաղնիկ ու մեռավ տեղում, իսկ նրա տեղը մի ուրիշ զինվոր մտավ, հա, եւ փրկվեց 40-ի հետ։ Այս 39-ը դարձան, հետո դարձավ 40-օրից այդ մեկով։ Այսինքն նա չդիմացավ գայթակղությանը, փորձությանը, դժվարությանը, իսկ մեկ ուրիշը նրա փոխարեն ավազակի պես խաչված, չէ՞։ Մեկը դատապարտեց Քրիստոսին, մյուսը ասաց, չես վախենում, մենք արժանի պատիժ ենք կրում, իսկ նա ոչինչ չի արել։ Եվ դիմելով Քրիստոսին ասաց, հիշիր ինձ, երբ որ գաս քո թագավորությամբ։ Եվ Տերն էլ խոստացավ, այսօր իսկ ինձ հետ դրախտին կլինես։ Ուրեմն ամեն ինչ կախված է մեր հոգևոր ընկալումից եւ մեր գործերից։ Իմանալը դեռ չի նշանակում գործ։ Ասում է սատանան էլ գիտի, որ Քրիստոս հարություն է արել, բայց դա իր համար փրկություն չի։ Հիմա այսօր շատերը ասում են մենք գիտենք, որ պիտի գնանք եկեղեցի, պիտի գործ անենք բարի, պիտի ողորմություն, պիտի, բայց չեն անում։ Այսինքն իմանալը դեռ չի նշանակում լինել քրիստոնյա։ Լինել քրիստոնյա նշանակում է գործ անել, դրան համապատասխան ապրել։ Քրիստոնեությունը զուտ կրոն չէ, քրիստոնեությունը ապրելակերպ է։ Այսինքն մենք իրար սիրում ենք, ներում ենք, հանդուրժում ենք, հա, ապրում ենք կրոնը, ապրում ենք քրիստոնեությունը։ Ոչ թե ասում ենք, որ սենց օրենքներ, կարգեր, կանոններ, պատվիրաններ կա, գիտենք դրանց մասին որ կա, բայց ոչ մի բան չենք անում դրան համապատասխան։ Սա քրիստոնեություն չի։ Այո։ Հայրմերի մեջ բայց կա տող, չէ՞, եւ մի տանիր մեզ փորձության։ Ուրեմն փորձություններ, հա, անցնել փորձություններով եւ աղոթքի մեջ մի տանիր մեզ փորձության։ Ուրեմն տեսեք, սրա թարգմանությունը որպես այդպեսի հետեւյալն է եւ թույլ մի տուր որ մեզ փորձության տանի։ Որովհետեւ ուրեմն տեսեք Հակոբոս Արաքյանն ասում է չխաբվեք Աստված երբեք չի փորձում եւ չի փորձվում ոչ ոքից։ Աստված երբեք մարդուն փորձություն չի ուղարկում։ Աստված թույլ է տալիս, որպեսզի չարը մարդուն փորձի։ Թույլ է տալիս մարդու հավատքի աճի զարգացման համապատասխան։ Հոբ երանելու փորձությունը հիշեք։ Սատանան գնաց, թույլտվություն հարցրեց, չէ՞։ Թույլ տուր գնամ փորձեմ ու կտեսնես, որ քեզ չի հավատում։ Ինչպիսի փորձություններ հաղթահարեց Հոբը։ Եվ նյութական, եւ մարդկային զավակները, եւ իր առողջությունը, եւ ընկերների վերաբերմունքը։ Այո, աշխարհի մեջ եղած նյութական, մարդկային կորուստներ, բազմաթիվ հաղթահարեց սրանք, չէ՞, հավատքի մեջ ամուր մնաց։ Այո, Սաղմոսների մեջ ինչ է ասում։ Ոսկու հանքաքարը ասում է, կրակի բովի միջով անցնելով է, որ դառնում է ոսկի։ Չէ՞։ Նույն ձևով փորձությունների միջով, երբ որ մարդը անցնում է, նմանվում է այդ ոսկու հանքաքարի։ Այո։ Պիտի անցնենք դրանց միջով, նայեք Քրիստոս էլ փորձվեց, չէ՞։
Քրիստոս փորձվեց։ Այո, սատանայի։ Քրիստոս սատանայից փորձվեց անապատում։ Հիմա ավետարաններից ոմանք ասում են 40 օր փորձվեց, ոմանք ասում են 40 օր լրացավ, հետո փորձվեց, բայց իրականում ամեն օր իր համար փորձության մի օր էր։ Պարզապես ներկայացնում է Քրիստոս ավետարանը ներկայացնում է մեզ 3 փորձություն, որոնք վերաբերում են մեր երկրային կյանքին եւ Աստված-մարդ հարաբերությանը։ Թե ինչքանով ենք մենք հավատարիմ մնում Աստծուն, ինչքան է մեզ համար աշխարհը սիրելի, ընկալելի, ինչքան Աստված։ Չէ՞։ Այլ ասելիքները դա խտացած դրսևորումն է։ Այո։ Մարդկային փորձությունները խտացում։ 3 փորձությունները ամբողջ մարդկային, ամբողջ աշխարհի մարդկության վերաբերմունքն է նյութի եւ Աստծո հանդեպ։ Հաց Աստծուն փորձել եւ նյութ հարստություն։ Այսինքն պիտի կարողանանք Աստծուն հավատարիմ մնալ, Աշխարհի ասում է- քարքից է մնալ։ ասում է ոչ միայն հացով, այլ նաեւ խոսքով։ Չի ասում միայն խոսքով կամ միայն հացով, այլ նաեւ, որովհետեւ մարդը եւ մարմին է եւ հոգի, հա։ Եթե եւ մարմին է եւ հոգի, դրան համապատասխանել պիտի սնունդ ունենա, եւ հաց, եւ աղոթք։ Հիմա եթե մենք Աստծո կողմից մեզ տրված խոստում ունենք, հավիտենական կյանքը ժառանգելու, չպիտի փորձենք Աստծուն։ Հիմա ասում է գրված է քո մասին, որ եթե Աստծո որդի ես, ցածմենից հրեշտակները քեզ պիտի պահեն։ Ասում է Աստծուն չպիտի փորձես։ Բայց մենք ինչքան ենք փորձում Աստծուն։ Ամեն օր։ Ամեն վարքյան։ Եթե Աստված այսպես անի մեզ համար, մենք այսպես կանենք։ Ոչ, առևտուր չէ սա։ Ասում է, եթե նույնիսկ անես այն ամենը, ինչ որ պարտավոր ես անել Աստծո հանդեպ, պիտի ասես, որ անպիտան ծառայ եմ, որովհետև Փարիսեին ինչ պիտի անի։ Իսկ դեպքի, այսինքն վկայությունները, երբ որ տեսնում ենք, սա արդեն փառաբանություն է, չէ՞։ Դա ուրիշ է։ Որ Դա ամեն ուրիշ է։ շատ ենք տեսնում վկայությունը Աստծո։ Դա ուրիշ բան։ Հիմա երրորդ փորձությունն է, որ ասում է գետին ընկիր ինձ երկրպագիր եւ աշխարհի ամբողջ թակավորություններ, հարստություններ քեզ կտա։ Եվ ասում է միայն Աստծուն պիտի երկրպագես։ Աշխարհի փառք այսինքն։ Այո։ Հիմա մենք Բայց ինչու ավետարանի մեջ ասում է, չէ, բարի երիտասարդ հարուստը, որ մոտենում է, ասում է բարի վարդապետ, ինչ անեմ, որ փրկվեմ։ Պատվիրաններն է ասում բարի, հետո ասում է, եթե ուզում ես կատարյալ լինել, վաճառիր ունեցվածքդ արի իմ հետևից։ Եվ ասում է տխրեց ու հեռացավ, ու Քրիստոս ասաց ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծախով անցնի, քան հարուստը մտնի երկնքի արքայություն։ Այսինքն մենք չպիտի կախում ունենանք հարստությունից։ Հարստությունը պիտի միջոց լինի։ Մեզ պիտի ծառայի, ոչ թե մենք իրեն։ Հա։ Դրա համար ասում է, մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել։ Մեկին կսիրի, մեկին կատի, մեկին կմեծարի, մյուսին կառհամարի։ Կամ Աստծուն պիտի ծառայես, կամ մամոնային։ Մամոնան նույն սատանան է, արդեն նյութի տեսքով։